Civitas հիմնադրամի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից այսօր երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, պահանջելով դադարեցնել ճնշումները Civitas հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ։ Ողջ ճանապարհին բարձրախոսով ներկայացրին Վարդան Օսկանյանին եւ Civitas-ին առնչվող գործի ժամանակագրությունը։ Ինչպես տեսնում եք, գործը սկսվել է հունիսի 1-ից եւ արդեն ամիսներ տևած գործընթացը դեռևս որևէ ապացույց չի բերել մեղադրանքների հիմնավոր լինելու մասին, սակայն գործընթացը դադար չի առնում եւ շարունակվում են ճնշումները պարոն Վարդան Օսկանյանի եւ Civitas հիմնադրամի նկատմամբ։ Ոստիկանները չխոչընդոտեցին Civitas-ի աշխատակիցների երթը, նրանց անգամ թույլ տվեցին մոտենալ գլխավոր դատախազության շենքին եւ հենց գլխավոր մուտքի մոտ բարձրաձայնել իրենց պահանջները։ Դրանց հիմքում Օսկանյանին եւ Civitas-ին առնչվող գործի արդար հանգուցալուծումն էր, իսկ պահանջագիրը Հայաստանի ղեկավարներին էր ուղղված։ Սա այն հայրենիքը չէ, ու չի էլ նմանվում նրան, որ մեզ խոստացել ու խոստանում ենք ժառանգություն թողնել։ Մենք պահանջում ենք հայրենիք, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, որտեղ օրենքներն են բարձր ամենից ու ամենքից։ Մենք արդարություն ու արդարադատություն ենք պահանջում մեր հայրենիքում։ Ի պաշտպանություն Օսկանյանի նաև 13,000-ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Մարդիկ մասնավորապես ստորագրել են մի թերթիկի տակ, որտեղ նշված է՝ ես դեմ եմ քաղաքական հետապնդումներին, պահանջում եմ Օսկանյանի եւ Civitas-ի գործի արդար դատաքննություն։ Երիտասարդները ստիպված եղան իրենց պահանջագիրն ու 13,000-ից ավելի ստորագրությունների պատճենները հանձնել անցագրային բաժին, ապա խաղաղ հեռացան տարածքից։